Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Եղեցի լույս հոգևոր հաղորդաշարը։ Բարեկամներ, այսօր միասին կլինենք 40 րոպեների ընթացքում, ինչպես տեսնում եք, այսօր էլ մեր տաղավարում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապայան Աստվածօգնական Սրբազան հայր։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, այսօր էլ կարող եք մասնակցել մեր զրույցին, հեռարձայնելով 23413 305 43 հեռախոսահամարներով։ Սրբազան հայր, ինչպես միշտ հաղորդումը սկսենք թեմական կյանքի անցուդարձով, ինչ է տեղի ունեցել այս երկու շաբաթների ընթացքում, եւ նախ սկսենք այսօրվա գետապի երևի ձեր պատարագից, Երևի պետք է անդրադառնանք, որ նախ 4 շաբաթ միջում եղավ, որովհետև 2 շաբաթ առաջ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով չեղավ հաղորդումը, եւ այս գրեթե մեկ ամսվա ընթացքում գործունեությունը շարունակվեց մեր թեմական այն իմաստով, որ այսինքն այն արարողությունները, պատարակները, որ կային, արվեցին Սուրբ Հռիփսիմեի տոն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելնի վիրապետ տոն, կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, անկախության տոնի հետ կապված շուրջպարը, դրան հաջորդող ուրեմն այս շաբաթների ընթացքում գյուտնեշխարած Գրիգոր Լուսավորչի եւ այսօր մեր գետապ այցելությունը հագեցած կյանք էր եկեղեցական արարողություններով արժե հիշել այստեղ ուրեմն մեր այցելությունը բանդ ամսու 28-ին ելնի վիրաբեն տոնին եւ նաեւ այսօրվա այցելությունը գետապ Սրբազան հայր ուշ գնացիք չէ որ աշտիկի գաղութում եք դուք միշտ պատարակում եւ արդեն չկան չէ քանի որ այս տարի գարտիկում մարդ չկա որովհետեւ վերանորոգության պատճառով կանոնավորները տեղափոխված են այցելեցինք Գյումրի քրեակադարողական հիմնարկ եւ այնտեղ ի բանդարկյաններին որոնք թվով ավելի քիչ են բնականաբար եւ քննության տակ եղող հիմնականում կանոնավորներ են նրանց այցելեցինք եւ նրանց հետ եղանք մեր ավանդությանը հավատարիմ լինելով որ Գրիգոր Լուսավորչի վիխոր վիրաբից դուրս գալու օրը այդ օրը անպայման որոշել ենք այցելել ազատազրկման մեջ գտնվողներին եւ դա եղավ այսօր էլ գետապ գյուղ այցելեցինք Արտիկի տարածաշրջանի հովվական այցով պատարակեցինք քարոզեցինք տեղի եկեղեցում որ բավական լավ պահպանված է ցավոք Ցայք հեռուստաընկերությունից չկար որևէ մեկը որ նկարը հաներ եւ այդ շանթից կային եւ երևի վաղը միսօր կտրվեն այդ մասին ռեպորտաժ բայց շատ լավ անցավ գետապի մեր պատարակը ժողովուրդը լավ խանդավառ կերպով ներկա եղավ մասնակցեց եւ մխիթարված ենք եւ կարծես թե այն տպավորությունն եմ ստանում որ որքան գյուղը փոքր է այնքան ավելի համախմբված են եւ ավելի շուտ են գալիս համախմբվում, ասենք մեծ համայնքներում էինք սկզբնական շրջանում մեր այս այցերը կատարում, որտեղ այսպես մասնակցության տոկոսը շատ ավելի քիչ էր եւ շատ ավելի նվազեր։ Իսկ կարծես գնալով որ համայնքները փոքրանում են, հիմա արդեն ավելի փոքր համայնքների ենք այցելում եւ այսպես մասնակցությունը ժողովրդի տոկոսային իմաստով, տոկոսային հարաբերության իմաստով շատ ավելի մեծ է։ Եվ դա երևի թե այսպես մեծ գյուղերի հոգեբանությունն է ավելի երրորդական հարցերով զբաղվել եւ չկենտրոնանալ միասնական կերպով մեկ արարողության կամ մեկ պատարակի վրա։ Ամենայն դեպս ասեմ որ գետապի մեր այցից գոհ ենք եւ մխիթարված ենք եւ Աստված թողորնի եւ գետապը մեր բոլոր միսկուղերը։ Սրբազան հայր, իսկ տոնը երեկվա Լուսավորչի գյուտնեշխարած տոնը ինչպես անցավ եւ այս տոնի մասին խնդրում եմ ինչ տոն էր սա Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 տոներ ունի Հայաստանի այս եկեղեցին առաջինը խորվիրապ մտնելու հիշադակն է Չարչարանի Սոսկալի Չարչարանած եւ խորվիրապ մտնելու որ մեծ պասի շրջանում է լինում երկրորդ տոնը խորվիրապից դուրս գալու տոնն է որը հոգեգալստից 2 շաբաթ հետո է լինում եւ մյուսը այս 3 եղած նշխարների գյուտի տոնն է որովհետեւ Գրիգոր Լուսավորիչը իր կյանքը ավանդեց ճգնության մեջ Սեբու լեռան վրա եւ այնտեղ հովիվները կդան իր մարմինը եւ հողին հացնեցին եւ հետո
մոռացվեց իր աջունի վայրը եւ հետո հրաշքով տեսիլքով հայտնվեց եւ մարդիկ հայտնեցին եւ գտան եւ իր աջունները վերցրեցին եւ ամփոփեցին 9 սրբոց վանքում, որը հայտնի վանք է եղել Արևմտյան Հայաստանում եւ այնտեղ էր թաղված ինչպես Գրիգոր Լուսավորիչը, այնպես էլ Տրտատ թագավոր Աշխենթագու եւ մնացած բոլոր առաջի այդ քրիստոնյա դարաշրջանի սուրբերը, բայց անշուշտ միջնադարում Գրիգոր Լուսավորչի նշխարների մի մաս տարվել է այստեղ կամ այնտեղ, անշուշտ աճը միշտ գտնվել է Մայրաթորում, բայց մի մասը տարվել էր, ասենք, հասել էր մինչև Հռոմ եւ որի մի մասը այսպես վերադարձվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնին 2000 թվականին եւ որոնք ամփոփվեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում եւ ուրեմն գյուտնեշխարացի տոնը փաստորեն ամենառեալ եւ ամենաիրական իմաստով այդ Երևանի մայր տաճարի ուխտի օրն է եւ այնտեղ պետք է գնալ այդ օրը եւ նշխարներին երկրպագել ուրեմն այդ տոնը այդ նշխարների գյուդին նվիրված է մեր հավատքի հոր եւ որը մենք ամեն տարի նշում ենք Սիրելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այսօր մենք խոսելու ենք հենց Գրիգոր Լուսավորչի մասին, քանի որ մութնի վիրապ եւ ելնի վիրապ տոնները մենք չկարողացանք այս օրերին եթեր ունենալ եւ վերջինը էլեկտրաէներգիայի պատճառով, այսօր որոշեցինք խոսել ընդհանուր առմամբ Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին, ով է եղել նա մինչ քրիստոնեության ընդունման ընթացքում եւ իր վաղճանը։ Կարող եք մասնակցել մեր զրույցին 23413 305 43 հեռախոսահամարներով։ Տեղեկացում եմ նաև մեր էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով նաև կարող եք հղել ձեր նամակները y@luis@am Եվ սրբազան հայ շարունակելով այս թեման Գրիգոր Լուսավորիչ, նախ այսպեսի հարց, ով էր Լուսավորիչը, մինչ քրիստոնեության ընդունումը, ով է եղել նա, ինչ կյանքով է ապրել։ Գրիգոր Լուսավորիչը պետք է ասել, որ Լուսավորիչ դա իր ազգանունը չէ։ Այո։ Շատերը մտածում են, կարծում են, որ ասենք Գրիգոր Լուսավորիչ տիտղոսը տվել է ժողովուրդը իրեն, որովհետև ինքը լուսավորեց Հայաստան աշխարհը քրիստոնեության լույսով եւ դարձավ լուսավորիչ, երկրորդ լուսավորիչ ընտրորում Թադեոս եւ Բարտոլոմեոս առաքյալներից հետո։ Գրիգորի կյանքը շատ հստակ պատմվում է Ագաթան Գեղուսի մոտ, եւ մենք գիտենք, որ Գրիգորը պարթեվական ազգից էր սերում եւ Անակ Պարթևի որդին էր, որը հadouk պարթևների կողմից ուղարկվեց հայոց Խոսրով արքային դավադիր կերպով սպանելու, ինչի մեջ որ հաջողվեց, եւ հետո այդ Անակ Պարթևի ողջ տոհմը սրի քաշվեց հայոց արքունիքի կողմից եւ միայն Գրիգորը փրկվեց, որ Գրիգոր չէր այդ ժամանակ, այլ Սուրեն անունով երեխա էր, մանուկ, մի քանի ամսական եւ իր դայակը փախցրեց իրեն դեպի Կեսարիա։ Եվ այնտեղ Կեսարիայում ինքը մեծացավ եւ այնտեղ քրիստոնեական դաստիարակություն ստացավ եւ այնտեղ մգրտվելով ստացավ Գրիգոր անունը, որը քրիստոնեական անուն է եւ որ արթուն է նշանակում։ Եվ հետո ուրեմն լավ կրթություն ստանալով, քրիստոնեական կրթություն ստանալով ինքը ցանկություն ունեցավ իմանալով այդ ողջ պատմությունը անցուդարձ ինքը ցանկություն ունեցավ քավելու իր հոր մեղքը եւ երբ Տրտատը Հռոմից վերադառնում էր տիրանալու համար հայոց գահին ճանապարհին Կեսարիայով անցնելուց ուրեմն իրենց հանդիպումն է այնտեղ տեղ ունենում բնականաբար բայց Տրտատի մոտ չի բացահայտվում Գրիգորի ով լինելը բայց Տրտատը հմայվելով Գրիգորի իմաստությունից կարողություններից իրեն վերցնում է եւ որպես քարտուղար եւ իր հետ վերադառնում է Հայաստան եւ հավատարմորեն ասվում է պատմության մեջ հավատարմորեն լուրմունջ Գրիգորը ծառայում էր Տրտատարքային առանց քարոզչական լայն գործունեություն ծավալելու բայց իր հոգի մեջ իր սրտի մեջ լիակատար եւ լիարժեք քրիստոնյա լինելով եւ լինում է մի օր երբ բոլորը պարտավոր էին հեթանոս կուրքերին զոհ մատուցել, Գրիգորը հրաժարվում է եւ այստեղ բացահայտվում է իր քրիստոնյա լինելը եւ նաեւ բացահայտվում է այստեղ որ ինքը Անագի որդին է եւ Տրտատը իր խոր վրեժը քավելու կամ ավելի այսպես զայրացած լինելով քրիստոնյա լինելու հանգամանքի վրա սոսկալի չարչարանքների եւ տանջանքների է ենթարկում Գրիգորին եւ միայն Ագաթան Գեղոսի մոտ այդ տանջանքների ընթերցումը սոսկ մարդու մոտ սարսափ է առաջացնում
ուր մնաց թե այդ ամեն տանջակները որևէ մեկ ի վիճակի լիներ կրելու, բայց Գրիգորը աստվածային հրաշքով, աստվածային նախախնամությամբ այդ բոլոր տանջակներին դիմանում է, եւ ի վերջո, քանի որ տեսնում են, որ այս իմաստով հնար չէ իրեն վերադարձնել հեթանոսության, մահվան են դատապարտում, եւ այն ժամանակվա մահվան դատապարտությունը կայանում էր խորվիրաբի գուբը նետելով, որտեղ օձեր եւ կարիճներ էին բնակվում, ուրեմն մահապարտին նետում էին այդ գուբը եւ իսպար մոռանում էին նրա գոյության մասին, եւ նա այնտեղ սովից եւ օձերից եւ կարիճների խայտոցներից մահանում էր եւ մոռացում էր իր հիշադակը, եւ ուրեմն որպես մահապարտ Գրիգոր Լուսավորիչը նետվեց խորվիրապ, եւ սակայն այնտեղ աստվածային նախախնամությամբ, աստվածային օգնությամբ մի այրիկին մշտապես գուբի մի անցքից, որ առ այսօր կա եւ խորվիրապ այցելողները տեսել են, հաց է տալիս եւ Գրիգորը կարողանում է այնտեղ դիմանալ 13 տարի 13 տարի այդ գուբի մեջ, մահվան գուբի մեջ, եւ 13 տարի հետո, երբ որ Հռիփսիմյան ցույցերի նահատակությունն է լինում եւ տրտադարքան այդ հողի վրա խենթանում է եւ պատմագիր ասում է խոզի կերբարանք է ստանում եւ այսինքն խոզաբարող կյանք է վարում, սկսում վարել եւ Արտաշատի շամբուտների մեջ է սկսում իր կյանքը անցկացնել եւ արքայի քույրը Խոսրովի դուխտը երազ է տեսնում, ասելով որ միայն Գրիգորը կարող է ուրեմն բժշկել արքային եւ ոչ ոք չի հավատում բնականաբար, որ Գրիգորը կարող էր կենտանի մնացած լիներ, ողջ մնացած լիներ եւ գնում են եւ տեսնում են, որ Գրիգորը ողջ է, հանում են իրեն գուբից եւ նա բժշկում է արքային, նախ բժշկում է արքային իր աղոթքով, որով արքան հավատում է քրիստոնեության զորությանը եւ քրիստոնեության իսկությանը, եւ որից հետո արքան եւ իր ողջ արքունիքը մգրվում է եւ մգրվում է ողջ ժողովուրդը եւ քրիստոնեությունը դառնում է պետական կրոն, եւ որով հետո դառնում է Գրիգորը առաջին հայրապետը հայոց, գնալով Կեսարիա եպիսկոպոս ձեռնադրվելով եւ վերադառնալով դառնում է առաջին հայրապետը, բայց կյանքի իր վերջին տարիներին հայրապետական գահը թողնում է իր որդուն Արիստակեսին եւ ինքը քաշվում է Սեբուլերան վրա ճկնելու, որտեղ եւ վախճանվում է։ Ուրեմն այս է իր համառոտ գծերի մեջ մեր Սուրբի Գրիգոր Լուսավորչի կյանքը, գործունեությունը, որը մեզ համար արդեն 1700 տարի է ներշնչման աղբյուր է, օրինակ է, հենց իր այդ կրած տառապանքները, չարչարանքները, գուբի մեջ համբերելը եւ գուբից հաղթական դուրս գալը Աստծո զորությամբ։ Դա իրոք, երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ աստվածային մի նախախնամության հարց է եղել Հայաստան աշխարհը քրիստոնեացնելը, որ այսինքն Աստված մասնագից է եղել այս ամբողջ գործին, որովհետեւ մարդկային չափանիշներով կամ մարդկային կարողություններով հնարավոր չէ իրականացնել այն էլ աշխարհում առաջինը։ Սրբազան հայր, իսկ Լուսավորչից հետո հայոց եկեղեցում եղել են նմանատիպ սուրբեր, ովքեր նմանատիպ պատժերի են ենթարկվել ու հրաշքներ են տեղի ունեցել։ Անշուշտ շատ եւ շատ հայրապետներ դրանից հետո 13 տարի կամ երկարատև չարչարանք զանազան տանջանքների, կտանքների, խոշտանգումների ենթարկվել են շատ հայրապետներ։ Հենց Գրիգոր Լուսավորչի թոռը Գրիգորիս, ասենք որ Աղվանից կաթողիկոսական աթոռի հիմնադիրն է հանդիսանում եւ որի աջունը ամփոփված է Ամարասի վանքում, Արցախում, Ղարաբաղում, նա էլ սոսկալի տանջանքներով, կտանքներով ուրեմն մահացել է, կապվելով ձիու պոչից եւ դաշտի մեջ ուրեմն բաց թողնվելով շատ հայրապետներ, այո, Հուսիկ հայրապետ օրինակ, որ Տիրանարկայի կողմից բրածեց արվեց, որովհետեւ Տիրանարկան իր հեթանոսական բարքերին վերադարձավ եւ Հուսիկ կաթողիկոսը կշտամբեց իրեն եւ փոխանակ ինքը անդրադառնալու իր բարքին եւ վերադառնալու ինքը նահատակեց Հուսիկ հայրապետին եւ ուրիշ շատ հայրապետներ էլ եղել են, որոնք իրենց հավատքի համար անլուրջ տառապանքների եւ տանջանքների ենթարկվել են, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես եւ բարոյապես։ Օրինակ, Օսմանյան կայսրության ընթացքում, Պարսկական կայսրության ժամանակ, սովետական կայսրության օրոք մեր հայրապետները իրոք հոգեգան շատ լուրջ տառապանքների են ենթարկվել եւ ոչ միայն օրինակ 38 թվականին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը սպանվեց ուղակի
չեկիստների ձեռքով վեհարանի դահլիճում կանձատան բանալիները չհանձնելու պատճառով, այսինքն այո, մինչև Գրիգոր Լուսավորչից, ուրեմն մինչև 20-րդ դար հայրապետներից ոմանք նահատակվել են։ Բայց տեսեք Գրիգոր Լուսավորչի փաստորեն տանջանքները դարձի ճանապարհ եղավ, չէ՞, մեր ժողովրդի համար։ Այս տանջանքները փաստորեն օրինակ էին, կենտանի օրինակ էին, չէ՞, Աստծո հրաշքի մասին։ Իսկ մյուսների չարչարանքները, արդյոք այսպեսի տարածում գտավ եւ բոլորինն էլ օրինակ են, որովհետեւ եթե հայրապետը տարապում է, չի տարապում իր անձի համար եւ իր անձի հաճույքի համար կամ սոսկի խնդրի համար, անձնական խնդրի համար չէ, որ տարապում է ազգի խնդրի համար։ Եվ բնականաբար օրինակի համար հենց վերջին դեպքը, որ խոսեցի, Խորեն Մուրադբեկյան իր սեփական կանձատան բանալին չէ, որ հրաժարվեց հանձնել, այլ ազգային հարստության, եկեղեցվո հարստության, որ ազգի հարստությունն էր, այդ կանձատան բանալին հրաժարվեց հանձնել, որի համար նահատակվեց, այսինքն անձնական խնդիրի համար չէ, որ մեր հայրապետները տարապել են, այլ տարապել են ազգի հարցերի համար եւ ազգային խնդիրների համար։ Բնականաբար այդ բոլոր տարապանքն էլ որևէ մի ժամանակ գնահատվել է ժողովրդի կողմից։ Եվ վատ չի գնահատվել, որովհետեւ այսօր այն հարգանքը եւ ակնածանքը, որ ժողովրդի կողմից կա դեպի եկեղեցին, դեպի մեր հայ առաքելական եկեղեցին, այդ նահատակության շնորհիվ է, որովհետեւ մեր հոգեվորականները ոչ միայն հայրապետներ, այլ նաև ցածրաստիճան հոգեվորականներ, քահանաներ, սարգսակներ հաջող նահատակվել են իրենց հավատքի եւ իրենց հոդի փրկության համար։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ գործում է ուղիղ հեռախոսակապ, որի միջոցով կարող եք հղել ձեր հարցերը։ Մեր հեռախոսահամարները արդեն տեսնում եք ձեր էկրանների ներքևում 23413 եւ 30543։ Կարող եք մասնակցել ձեր հարցերով։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, նաեւ Սրբազան հայր, մենք ունենք մեկ հարց հեռուստադիտողի կողմից, թեև չի վերաբերում մեր այսօրվա թեմային։ Կարելի է ծնունդ նշել ընդհանրապես եւ խնջույք կազմակերպել այս առիթով ընտանիքի սահմաններում կամ սահմաններից դուրս, ընդհանրապես ծնունդ նշել կարելի է։ Անշուշտ կարելի է, այդ հարցի մեջ ինչ-որ բան կա, երանք կա, որ ասենք աղանդավորական որոշ հոսանքներ դրան դեմ են կանգնում, այն պատճառաբանության, որ իբրև ծնվելը դա մի երջանկություն չէ, այլ դժբախտություն, այլևաբար ինչ մի նշելու մի բան կա, դա անշուշտ թյուրիմացություն է, ծնունդը դա ուրախություն է իրոք, յուրաքանչյուր մարդու ծնունդ ուրախություն է եւ Ավետարանի մեջ Հիսուս ինքը մի գեղեցիկ պատկեր է բերում, ասելով, որ կինը երբ երկունքի մեջ է, ցավերի մեջ է, բայց երբ ծնում է իր զավակին, մոռանում է իր բոլոր ցավերը, որովհետեւ մարդ ծնվեց աշխարհում։ Այս մարդ ծնվելու պարագան, ցանկացած մարդ, ամեն մի ծնունդ դա մի ուրախության առիթ է։ Անշուշտ այս ծնունդը նշելը չպետք է դառնա եսակենտրոնության առիթ։ Ինչպետք է այդ ծնունդը նշողը կարծի, այսինքն իրապես կարծի, ոչ թե սոսկայիտ պահին, այլ իրապես կարծի, թե ինքը տիեզերքի կենտրոնն է, բնականաբար տիեզերքի կենտրոնը չէ ոչ ոք, բայց բնականաբար պիտի ուրախանա այն կյանքի համար, որ Աստված իրեն պարգևել է, որ իր ծնողները Աստծո շնորհիվ իրեն պարգևել են եւ պիտի ուրախանա այդ կյանքի բերկրանքի համար եւ պիտի փառք ընծայի Աստծուն։ Այսինքն ծննդյան այդ տոնախմբությունը չպետք է վերածվի սոսկ ուտել խմելու եւ ասենք ճոխ խնջույքի եւ անաստված մի իրադարձության, այլ մարդը իր ծննդյան օրը պիտի փառք ընծայի Աստծուն իր ապրած տարիների համար, այն տարիների համար, որ ինքը ապրել է։ Եվ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ծնունդ նշելու մեջ ոչ մի վատ բան չկա եւ կյանքի տրված կյանքով ուրախանալու մեջ ոչ մի վատ բան չկա։ Կյանքը այո ուրախություն է, որ Աստված մեզ պարգևել է, բերկրանք է, որ մեզ պարգևել է եւ պարտավոր ենք այդ կյանքով ուրախանալ։ Սրբազան հայր, մենք ունենք հեռախոսազանգ, դունենք, ալո։ Ալո։ Այո։ Բարի երեկո։ Բարի ձեզ։ Mən այսպեսի մի հարց եմ ուզում տալ։ Նմանյալ հաղորդումներին, ինչպես նաև նոր, ասենք նախնական մեր զրույցից, այդ աղջիկը ինձ ասեց, որ դիմեք ձեր հյուրին հայր Սրբազան։ Ես չեմ կարող իրան այդպես դիմել, որովհետև Համաձայն Մատթեոս 23-ի գլուխ այնտեղ ասում է, որ ոչ մեկին ձեր հայրիչ կոչեք, ոչ երկնքում, հայրիչ կոչեք երկրի վրա, որովհետև ձեր հայրը երկնքումն է։ Ինչպես նաև ոչ մեկին չկոչեք ուսուցիչ երկրի վրա, ձերն է մեկ է ձեր ուսուցիչը, որ երկնքումն է, այսինքն Քրիստոսը։ Հիմա խնդրում եմ, թող ձեր հյուրը պատասխանի, թե ինչ իմաստով կամ ինչ, ասենք, հանգամանքներում է ինքն իրեն կոչում Սրբազան,
քանի որ սուրբ նշանակում է լինել զատված մեղքից։ Իսկ ինչպես ես գիտեմ, ինքը նույնպես մեղավոր մարդ է, ինչպես որ մենք։ Շնորհակալություն։ Փոխանցեմ, թե լսեցիք։ Չլսեցի եւ բնական է դա առաջին անգամ չէ, վերջին անգամ չէ։ Այդպիսի հարցեր շատ կլինեն բնականաբար։ Երբ որ Քրիստոս ասում է ոչ մեկին հայր մի կոչեք, սա չի նշանակում, որ ուղղակի արդասանությանը չի վերաբերում, այսինքն հայր բառը հանգարտ չարդասանես, այլ հայր բառը պիտի միայն։ Հիմա ինչ է այս տիկինը կամ օրիորդը իր հորը հայր չի անվանում, ինչ է, որովհետև Մատթեոս Ավետարանում գրված է ոչ ոքի հայր մի անվանի։ Խոսքը կամ դպրոցում ուսուցիչին ուսուցիչ չի անվանում, որովհետև Ավետարանում գրված է ուսուցիչ։ Այսինքն դավանությանն է վերաբերում։ Այսինքն այս մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Աստուծո հայրությունը չվերագրել ոչ ոքի։ Աստված հայր է։ Իմ մարմնական ծնողն էլ է հայր։ Բայց իմ մարմնական ծնողը հավասար չէ Աստծուն։ Եվ Աստծո հայրությունը շատ ավելի բարձր է իմ մարմնական ծնողի հայրությունից։ Այսինքն Քրիստոսի ասածը վերաբերում է Աստուծո հայրությունը չվերագրել երկրի վրա ոչ ոքի։ Աստուծո վարդապետ լինելը, ուսուցիչ լինելը չվերագրել երկրի վրա ոչ ոքի։ Խոսքը սրան է վերաբերում, ոչ թե վերաբերում է ընդհանրապես, որ ասենք իր մարմնական ծնողին էլ պիտի հայր չանվանի մարդը։ Սա եթե նման մեկնաբանություն լիներ, այսինքն քրիստոնեությունը ուղղակի արհամարանքի ենթարկվեր բոլոր խելացի բանական միտք ունեցող մարդկանց կողմից։ Այս ինչ կրոն է, որ արգելում է սեփական ծնողին ծնող անվանել։ Չէ, հարց կարող է առաջանալ։ Եվ քրիստոնեությունը նման հիմարություն թույլ տալ չէր կարող եւ թույլ չի տվել 2000 տարի։ Այլ խոսքը վերաբերում է, դարձյալ ասում եմ, Աստուծո հայրությունը, երբ որ ասում ենք հայր, որդի եւ Սուրբ Հոգի, Սուրբ Երրորդության մեջ եւ Աստված հայր, այս Աստուծո հայրությունը համարժեք չէ մյուս բոլոր հայրությունների հետ։ Բոլոր մյուս հայրությունները գումարած ավելի բարձր է։ Եվ մենք այդ հայրությունը չենք վերագրում ոչ մեր մարմնական ծնողին, ոչ էլ ինքներս մեզ։ Երբ որ անվանում են Տեր հայր կամ սրբազան հայր, հայր անվանումը, սա նշանակում է հոգևոր հայր, հոգևոր առաջնորդի, հոգևոր ուսուցչի իմաստով, որը առաջնորդում է դեպի այդ Աստուծո հայրությունը։ Եվ մենք քավլիցի, որ որևէ մի հոգևորական, կարող է իրեն վերապահել Աստուծո հայրությունը եւ իրեն համարել նույնքան հայր, որքան Աստված է հայր։ Եվ այստեղ եթե 2000 տարվա քրիստոնյա եկեղեցու պատմությունը կա, եւ ինչ է 2000 տարի քրիստոնյաները կարդացին այդ Մատթեոսի Ավետարանը, չհասկացան, հիմա նոր սկսեցինք հասկանալ, որ այնտեղ հայր չի կարելի որևէ մեկին անվանել։ 2000 տարի է քրիստոնյաները իրենց հոգևոր ուսուցչին անվանում են ուսուցչին եւ իրենց հոգևոր հայրերին անվանում են հայր։ Առանց, ասում եմ, այդ հայրության մեջ Աստուծո հայրությունը տեսնելու եւ Աստծո հայրության կամ Աստծո ուսուցչության նկարագիրը ներմուծելու։ Ինչ վերաբերում է սրբազան արդահայտությանը, Ավետարանը ասում է բոլորը սուրբ եք։ Յուրաքանչյուր մկրտված անձ սուրբ է, որովհետեւ զատված է մեղքից։ Ուրիշ հարց, որ հետո կարող է մեղանչումներ թույլ տալ, վերադառնալ մեղքին, բայց մկրտությամբ արդեն սուրբ է։ Դուք սուրբ ժողովուրդ եք, ասում է Ավետարանը։ Ազգ սուրբ։ Յուրաքանչյուր ժողովուրդ, որ յուրաքանչյուր հավաքականություն, յուրաքանչյուր մարդ, որ մկրտությամբ սրբվել է, մեղքից սուրբ է։ Եվ այստեղ պետք է հասկանալ ոչ թե սուրբ է իր միջոցներով, այլ շնորհով։ Եվ մենք էլ սրբազան ենք ոչ թե մեր շնորհիվ, ոչ թե մեր ուժերի միջոցով, այլ շնորհով, որովհետև Աստված է մեզ շնորհել այդ սուրբ լինելու կարողությունը, սրբազան լինելու կարողությունը, եպիսկոպոս տեսուչ լինելու կարողությունը, եւ Ավետարանը խոսում է տեսուչների մասին, վերագացու եղեք հոդին, ասում է։ Ինչ է նշանակում վերագացու լինել հոդին։ Սա իր մեջ հայրությունն էլ է պարունակում, սրբազան լինելու հարցը է պարունակում, ուսուցիչ լինելու հարցը է պարունակում։ Հետևաբար, երբ որ մեզ սրբազան են անվանում, այդ սուրբ ժողովուրդ լինելու իմաստով է ասված, որովհետև մենք որպես մկրտված սուրբ ենք, որպես ձեռնադրված սուրբ ենք եւ որպես եպիսկոպոսական ուծում տեսուչ նշանակված այս ժողովրդի վրա սուրբ ենք, բայց մենք սուրբ չենք եւ երբեք էլ որևէ մի եպիսկոպոս, որևէ մի առաջնորդ, որևէ մի հոգեվորական նման հավակնություն չի ունեցել հայտարարելու համար, թե ինքը սուրբ է։
Ընդհակառակը եպիսկոպոսը շատ ավելի քիչ հնարավորություն ունի սուրբ լինելու եւ դա հասկանալ է պետք եւ այդ լուծը կրելու ժամանակ հասկացողություն ունենալ է պետք։ Յուրաքանչյուր մարդ անհատ այդ տիկինը կամ օրիորդը կամ որևէ մեկը ինքը Աստծո առաջ պատասխանատու է իր մեղքերի համար միայն։ Իսկ հոգեվոր առաջնորդը իր ողջ հոտի մեղքերի համար է պատասխանատու։ Հետևաբար պատկերացրեք, որ ոչ Շիրակի թեմի ժողովրդի մեղքի պատասխանատվությունը կրում է առաջնորդը Աստուծո առջև։ Եվ այն իմաստով, որ պարտավոր է ինքը տետ որպես, տետ նշանակում է հսկող, վերադիտող։ Տետ որպես, երբ որ տեսնում է մի մեղք, զգուշացնի, որպեսզի վաղը մյուսօր Աստծո ատյանի առջև կարողանա հաշիվ տալ, ասելով, որ ես զգուշացրել եմ։ Դրա այդ իմաստով եպիսկոպոսի վիճակը շատ ավելի ծանր է, բայց ինչու համար ենք հենց եպիսկոպոսին բարևելիս ասում Աստված օգնական, հենց դրա համար, որովհետև եպիսկոպոսի լուծը ծանր է, նրան Աստուծո օգնականությունն է պետք, նրան Աստուծո զորակցությունն է պետք, եւ դրա համար ողջ ժողովուրդը պետք է մաղթի, որովհետեւ սրբազանին, սրբազան հորը Աստված օգնական լինի, որովհետեւ սրբազաններ կարողանա Աստծո օրհնությունը բաշխել ամենուր եւ ամենուրեք Աստուծո պահպանությունը փոխանցել։ Այնպես որ չգիտեմ որքանով կարողացա բնականաբար համոզել հերոստատիտողին, որ այս հարցը տվեց, բնականաբար եթե մարդը քարացած է իր մտածումի մեջ եւ որևէ կերպ չի ուզում ճշմարտությունը տեսնել, կարող է եւ շարունակել իր այդ քարացած մտածելակերպի մեջ, բայց ես դարձյալ վերստին կրկնում եմ, ասելով, որ Աստուծո հայրությունը մեր հայրության հետ կապ չունի։ Աստուծո հայրությունը իր տեղն է, մեր հայրությունը իր տեղն է, մեր մարմնավոր ծնողների հայրությունը իր տեղն ունի։ Շնորհակալություն Սրբազան, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ, ընդունենք ալո։ Սրբազան Սրբազան հայ։ Աստված պահապան։ Մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր է մի հաղորդաշար նվիրեք հոգեվոր պատերազմին, ինչպես պատերազմենք, որ հաղթենք եւ ինչպես կմսենք, որ ստանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկի համար եւ կարող եմ հենց հիմա հայտարարել, որ մեր հաջորդ հաղորդման թեման կլինի հոգեվոր պատերազմը։ Սրբազան հայր, տեսեք, ասում եք քարացած, երբ որ մեկ ունի քարացած միտք, դժվար է, չէ՞, ընդունել նորը։ Առավել եւս մեր աղանդավորների մոտ նորի հարց չի, ճիշտ ճշմարտության հարց է։ Չէ, իր մեջ եղած հինը եւ նորը նկատի ունենք։ Ճշմարտության հարց է։ Մենք նոր բան չենք ասում, մենք ասում ենք ճշմարտություն։ Մեր միջի եղած հնի համեմատ նորը, այդ նկատի ունեի։ Ես նկատել եմ շատ զրուցելով աղանդավորների, այս կամ այն աղանդավորների հետ, իրենց մոտ կարծես դրված է մի ծրագրավորված մի գաղափար, որքան էլ ուզեք ապացուցել հակառակը, փաստացի, երբեք չեն ընդունում։ Դե հենց դրա համար եմ ասում։ Դա որովհետև բազմաթիվ անգամներ խոսել ենք այդ մասին եւ հայ առաքելական եկեղեցու տարբերությունը մյուս տոտալիտար աղանդների նկատմամբ այս է։ Հայ առաքելական եկեղեցին մարդու գիտակցության հետ ձեռնացություններով չի զբաղվում։ Տոտալիտար աղանդները մարդու գիտակցության հետ ժանգլյորություն են անում եւ գիտակցությունը ենթարկում են իրենց, տալիս են որոշակի կոդ եւ այդ կոդից դուրս մարդը չի կարող գործել։ Հիմա կարող ենք ասել, ոմանք կարող են ասել, ինչու առաքելական եկեղեցին այդ մեթոդին չի դիմում, որովհետեւ առաքելական եկեղեցին ճշմարտության դավանող է, ոչ թե հիպնոզի։ Մենք հիպնոտիկ միջոցներով չէ, որ ժողովրդին բերում ենք եկեղեցի, այլ ժողովրդին քարոզություն ենք անում ճշմարտության եւ ժողովուրդը իր կամքով, իր սեփական կամքով պետք է գա եկեղեցի։ Ոչ մեկը բռնությամբ չպետք է գա, դարձյալ ասել եմ եւ դարձյալ կասեմ։ Ոչ մեկը բռնությամբ չպետք է գա, ոչ մեկը փողի համար չպետք է գա, ոչ մեկը հիպնոսանալով չպետք է գա, ոչ մեկը, չգիտեմ, սրանից նեղացած լինելու պատճառով, չգիտեմ, այսինչ աղանդավորից նեղացել է, դրա համար չէ, որ եկեղեցի պիտի գա, այլ պիտի գա, որտեղ այնտեղ ճշմարտությունն է, ճշմարտության թագավորությունն է, Աստուծո թագավորությունն է, Աստծո երկնքի թագավորության օրինակն է, դրա համար պիտի գա, իր ազատ կամքով պետք է գա։ Բնականաբար, եթե մարդը քարացած մտածելակերպ ունի եւ նրան տվել են այդ կաղապարը, որից դուրս արդեն ինքը սարսափում է դուրս գալ, բնականաբար շատ դժվար է եւ նման հավատացյալներ առաքելական եկեղեցում չեն կարող լինել, որովհետեւ մեր կրոնը քրիստոնեության կրոն ազատության կրոն է։ Ազատությամբ ճանաչել, ազատությամբ ճշմարտությունը ճանաչել եւ ազատորեն ճշմարտությանը հետևելու կրոն է, ոչ թե բռնի, այլ ազատորեն ճշմարտությանը հետևելու։ Դրա համար էլ ասում ենք, որ
Մեր զենքը ճշմարտությունն է, մենք ուրիշ զենք չունենք, մենք ոչ փող ենք բաժանում, ոչ նյութական ուրիշ ինչ-որ ակնկալիքներ ենք փորձում մեր ժողովրդին ներկայացնել, ոչ էլ հիպնոսի ենք ենթարկում, ոչ էլ վախեցնում ենք։ Մենք ճշմարտություն ենք տալիս մեր ժողովրդին եւ այդ ճշմարտությունը տարերի փորձով անցած ճշմարտություն է։ Հիշենք Ավետարանից այն խոսքը, որ ասում է, եթե Աստծուց չլիներ, կմահանար, կվերանար։ Եթե Աստված թույլ է տվել, որ 1700 տարի այս եկեղեցին, առաքելական եկեղեցին շարունակի իր գոյությունը այս աշխարհում որպես Քրիստոսի եկեղեցի, նշանակում է Աստված այդպես է կամեցել։ Եվ նշանակում է Աստված այդ եկեղեցում է ներկա, եւ նշանակում է թե Աստված այդ եկեղեցիով է գործում, ոչ թե այն ժամանակավերև կառույցներով, որ այսօր սնգի նման աճում են, վաղ սնգի նման չորանում են։ Մենք ասում եմ, մեր խնդիրը չէ եւ մենք այսպես վշտացածի ոչ կերպարանք ունենք, ոչ էլ նեղացածի կերպարանք ունենք զանազան աղանդավորական հոսանքներին հարած մարդկանցից։ Մեր ցավը այն է, որ մեր հոդի անդամներն են եւ փոխանակ ճշմարտությանը հետևելու ամեն տեսակ սուտ ու սխալ միակողմանի, այսպես զուտ մեկ բառի հետևից ընկնելով, մեկ բառի մեկնության հետևից ընկնելով, այսպեսի խնդիրների հետևից են ընկնում եւ գայթակղվում են եւ հեռանում են ճշմարտությունից եւ սատանայի բաժին են դառնում։ Մեր ցավը այս է, այլապես եկեղեցին 1700 տարի եկել է, եւս 1700 տարի եթե պետք է, մինչեւ Քրիստոսի երկրորդ կառուցքը կշարունակի իր գոյությունը, բայց ովքեր կպեգորվեն, ովքեր կանջատվեն, ովքեր կգնան այս տապանից, փրկության տապանից, նրանք կկորչեն։ Մեր ցավը այդ կորածների համար է, ոչ թե մեր նավին ինչ-որ մի բան է սպառնում, մեր նավին ոչ մի բան չի սպառնում։ Շնորհակալություն Սրբազան հայր, եւս մեկ հարց ունեմ հեռուստադիտողի կողմից։ Ուրեմն հեռուստադիտողին սուրբ է երևում եւ խոսում է իր հետ նաեւ հանձնարարություն տալիս։ Հիմա հեռուստադիտողը հարցնում է, ինչպես հասկանալ որտեղից է այս երևույթը, աչքին է երևում թե իրական է, սա Աստծուց է թե չարից է, ինչպես կարելի է զանազանել աչքի երևումները։ Դե դա անորոշ է, թե ով է եւ ինչ է տեսել, պիտի գա մոտենա որևէ մի հոգեվորականի մանրամասն բացատրի, թե ինչ է խնդիրը, որովհետեւ մենք կարողանանք վերջնական լուրջ պատասխան տալ։ Այլապես ինչ որ մի սուրբ, ինչ որ մի տեղ, ինչ որ մի բանով այդպես չենք կարող վերացական բանից վերացական պատասխան տալ։ Անշուշտ տեսիլ կարող է մարդը տեսնել, անշուշտ երազ կարող է տեսնել, անշուշտ տեսիլքի եւ երազի միջոցով կարող է որևէ պատկամ փոխանցվել եւ այդ պատկամը կարող է լինել ինչպես Աստծուց, այնպես էլ նրա հագարագործից։ Դրա համար պետք է նայել ամբողջ մանրամասնորեն ուսումնասիրել եւ տեսնել ումից է գալիս այդ պատկամը։ Դրա համար ով որ է այդ հեռուստադիտողը պիտի մոդենա հոգեվորականի եւ պիտի մանրամասն ներկայացնի այդ խնդիրը իրեն մտահոգող խնդիրը, որովհետեւ կարողանա սպառիչ պատասխան ստանալ։ Եվ եւս մեկ հարց նորից հեռուստադիտողի կողմից ժամանակ առ ժամանակ այցելում է երազում մահացած մեկը եւ հեռուստադիտողը վախի մեջ է գտնվում։ Ինչպես ազատվել դրանից կամ ինչ երևույթ է սա ընդհանրապես։ Թող վախի մեջ չգտնվի, հիմնականում դա լինում է, երբ որ հոգեհանգիստ չեն պատվիրում ննջեցյալի համար։ Պետք է հոգեհանգիստ պատվիրել։ Շատ հաճախ ընդհանրապես դա տարածված երևույթ է, որ ննջեցյալները իր հետ կապ չունեցող կարևոր չի, իր հետ կապ ունի կամ ոչ։ Եթե ինքը ճանաչում է բնականաբար, որ գիտի, որ ննջեցյալ է, եթե բնավ չճանաչեր, որտեղից կիմանար, որ ննջեցյալ է, ուրեմն ճանաչել է։ Եվ ուրեմն եթե ննջեցյալը բազմաթիվ անգամներ երևում է երազում, նշանակում է, որ բան խնդրում է։ Իսկ ինչ պիտի խնդրի ննջեցյալը, պիտի խնդրի հոգեհանգստյան աղոթք։ Եվ հոգեհանգստյան աղոթք թող կատարեն, քահանային էլ թող հրավիրեն գերեզմանի վրա աղոթք ասի, գերեզման օրհնի եւ կտեսնեն, որ դա այդ երևույթը կվերանա։ Շնորհակալություն Սրբազան հայր եւ հաղորդման վերջում խնդրում եմ ասացեք եկող երկու շաբաթների ձեր անելիքի մասին, ինչ տոներ կան, ինչ կատարվելու մեր թեման։ Մասնավոր բան չկա, այսինքն մեծ տոնակատարություններ չկան, Օշականի ուխտի օրը կա հունիսի 16-ին եւ այս տարի երևի 1600-ամյակի առիթով ավելի մեծ միջոցառումներ կլինեն Օշականում այս 5 շաբթի օրը։ Բնականաբար տեսնենք մեր թեմը որքանով կմասնակցի այդ տոնակատարություններին, այլապես ուրիշ այդպես մեծ տոն չկա։ Ցավոք ասենք 1600-ամյակը մեր թեմի տարածքում պետական մագարտակի վրա այսպես ճոխ կերպով չի նշվում, չգիտեմ ինչն է պատճառը,
Ընդհանրապես ոչ մի ամյակ էլ այսպես չնշվեց, Նարեկացու 1000-ամյակն էլ մի մեծ պատշաճությամբ չնշվեց, Եղեռնի 90-ամյակից էլ մի լուրջ բան չհասկացանք, այս 1600-ամյակից էլ որևէ բան չենք հասկանում եւ պետք է ակնկալել, որ մեր իշխանությունները, տեղական իշխանությունները այս գործով ավելի նախանձախնդիր լինեն եւ ավելի ակտիվ լինեն, ինչը ցավոք չի նկատվում։ Բազմաթիվ անգամներ այս մասին անդրադարձել եմ, դարձյալ առիթ է անդրադառնալու, որովհետեւ տեսեք, նայեք հեռուստատեսությամբ նայում եք, տեսնում եք մյուս մարզերում 1600-ամյակին նվիրված ինչպիսի միջոցառումներ են լինում, նույնիսկ Արցախում ինչպիսի ճոխ տոնախմբություն եղավ Ամարասի վանքում, ինչ եթե Մաշտոցը Ամարասով անցել է եւ այնտեղ առաջին դպրոցն է հիմնել, այն էլ ըստ ավանդության, բայց մարդիկ այդ ավանդությունը բռնելով Արցախում հսկայական տոնախմբություն կազմակերպեցին աշխարհից բոլոր ծայրերից մարդկանց հրավիրելով եւ այդ նաեւ ցույց տալով, որ նաեւ քաղաքական նպատակ ուներ բնականաբար, ցույց տալով, որ 4-րդ դարից 5-րդ դարից հայերը այնտեղ ներկայություն են, հայերը այնտեղ գիր ու գրականություն են հաստատել, հայերը այնտեղ դպրոց են հիմնել, որը նաեւ անշուշտ քաղաքական նպատակ ուներ։ Նույնը պետք է լինի նաեւ մեր մարզում։ Եվ ցավոք այդպիսի միջոցառումներ չեն լինում, հանձնաժողովներ ստեղծվում են, այդ հանձնաժողովները պարապուրտի են մատնվում, ոչ մի բան չեն անում, չես էլ հասկանում ինչով են զբաղվում, չեն էլ դիմում, ասենք, առաջնորդին որևէ մի խորհրդի կամ աջակցության կամ ծրագրի հետ որոշ հարցեր քննարկելու համար, եւ արդյունքում ոչ մի բան էլ չի լինում։ Եվ միակ միջոցառումը, ասենք, հունիսի 1-ի այդ հարաբարակի վրա տոնախմբությունները, որ 1600-ամյակին նվիրվեց, բայց ավելի երեխաների պաշտպանության օրվաններ նվիրված, բայց ուրեմն մի կրագոցով երկու նապաստակ փաստորեն խփած եղան եւ երեխաների տոնը նշեցին եւ 1600-ամյակը նշեցին։ Այս մոդեցումները մեզ համար ընդունելի չեն, որովհետեւ այսօր կան այդ հնարավորությունները, նույնիսկ ֆինանսական դժվարությունների խնդիր էլ չկա այսօր, կան այդ հնարավորությունները պատշաճ մակարդակով այս համազգային տոները նշելու եւ պետք է նշվեն եւ բնականաբար եկեղեցին էլ պետք է մասնակցի։ Թարգմանչած տոնը 1600-ամյակը գրերի գյուտը զուտ եկեղեցական տոն չէ, թեև այո եկեղեցու կողմից է արված, բայց եկեղեցական տոն չէ, ոչ էլ ասենք Եղեռնի 90-ամյակն է եկեղեցական տոն, որ եկեղեցին պետք է դառնա առաջամարտիկը։ Այո, Սփյուռքում եկեղեցին է առաջամարտիկը, որովհետև պետություն չէ այնտեղ եւ եկեղեցին է պետության դերը ստանձնում։ Բայց այստեղ մենք պետություն ենք եւ մենք ակնկալում ենք, որ առաջին տեղում լինեն պետական մարդիկ եւ ոչ թե մենք հավակնություն չունենք առաջինը լինելու։ Սրբազան հայր, քանի որ խոսեցինք մեր անցած տոների մասին, նաև միջոցառումների, Շուշ բարի մասին ցանկանայի իմանալ մեր եկեղեցու դերը ինչպիսին էր այս միջոցառմանը եւ ինչպես կնահատեցիք ընդհանրապես այս երևույթը։ Դե վեհապարը արդեն օրհնել էր, այսինքն եւ տեսակ որ իր օրհնությամբ սկսվեց, այստեղ ուրիշ երկրորդ, երրորդ, չորրորդ կարծիք չի կարող հնչել ուրիշ, ասենք, երկրորդական, երրորդական, չորրորդական հոգեվորականից։ Եթե վեհապարը օրհնել է այդ միասնության գաղափարը, այլ միասնության շուրշուշպարը, բնականաբար մենք պետք է հետևենք մեր հովվին։ Այստեղ ուրիշ հարց, ուրիշ ակնկալիք, ուրիշ մեկնաբանություն չի կարող լինել։ Եվ ժողովուրդն էլ, հոգեվորականությունն էլ այնքան պիտի վստահեն իրենց հայրապետին, որ եթե նույնիսկ իրենց մտքի մեջ ինչ-որ բան կա, ասենք, երկմտություն կա, արդյոք ճիշտ է, արդյոք սխալ է, եթե հայրապետը օրհնում է, ուրեմն այստեղ բոլոր տեսակի ուրեմն բանակցությունները, քննադատությունները, զրույցները, ասեկոսեները վերջանում են։ Այդ իմաստով ուրեմն եկեղեցին օրհնեց, վեհապարը օրհնեց, իմ անձնական մասնակցությունն էլ բնականաբար այդ օր արդեն ասացի, որ ես առավոտյան բանդում էի, իսկ կեսօրից հետո գնացի եւ շուրջ բարից առաջ եւ հետո ժողովրդի հետ եղա, անցա գրեթե ողջ այդ երկայնքով մեր օրհնությունը բաշխեցինք մեր ժողովրդին։ Պարին բնականաբար զուտ պարի իմաստով չմասնակցեցինք, որովհետեւ ուրիշ խոսակցությունների տեղիք չտանք, ասելով թե Սրբազանն էլ բարեց, բայց եղանք պարի ժամանակ էլ, պարից առաջ էլ, պարից հետո էլ լանջիկից մինչև, ասենք, մարալիկ այդ ամբողջ ընթացքով անցանք, մեր ժողովրդի հետ եղանք, օրհնեցինք մեր ժողովրդի միասնության այդ կամքը եւ հենց միայն այն բանով, որ ասենք ժողովուրդը ուրախացավ այդ օրը, լիաթոք կերպով ուրախացավ, դա շատ դրական էր։ Եվ արդեն իսկ եթե որևէ գաղափարական չլիներ զուտ ուրախության իմաստով, անկախության տոնայ ժողովուրդը հավաքվել է ուրախանում է, ինչ վատ բան կա դրա մեջ, թող ուրախանա, մեր ժողովուրդը ուրախանալու
առիթները այդքան շատ չի ունեցել եւ այսօր էլ շատ չունի, թեև քեֆ անող ժողովուրդն է, բայց քեֆը ուրախություն չի, ուրախությունը ներքին ուրախությունն է, ոչ թե քեֆ։ Եվ այդ ներքին ուրախությունը ես տեսա ժողովրդի մոտ, որ շատ դրական էր։ Շնորհակալություն Սրբազան հայր հետաքրքիր զրույցի համար, նաև մեր հարցերին պատասխանելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերաժամը սպառվեց։ Մենք կհանդիպենք 2 շաբաթ անց Ցայգի ուղիղ եթերում։ Հիշեցնեմ, որ հաղորդման կրկնությունը կարող եք դիտել վաղը նորալիքի եթերով 9:30 րոպեին։ Մենք կհանդիպենք, ինչպես ասացի, 2 շաբաթ անց, մինչ նոր հանդիպում եթերում, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան ձեզ։